Այլ հարցեր, հանրային ռադիո։ Այսպիսի մի բան կխնդրեմ մեկնաբանեք, այսպես ասած, օդում կախված լուրեր կան, որ իշխող կուսակցությունում նույնպես դժգոհ են ընտրությունների արդյունքից այն առումով, որ սահմանադրական մեծամասնություն չեն կազմել եւ նշվում է, որ հնարավոր է սահմանադրական դատարանը անբավեր ճանաչի հենց դրանից ելնելով ընտրությունների արդյունքները, խնդրում եմ մեկնաբանեք սա։ Որ քաղաքացիական պայմանագիրը գոհ չի, դրանից ելնելով սահմանադրական դատարանը շեղել չանաչի։ Սա հերթական աբսուրդի ժանրի մեկնաբանությունն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շնորհակալ է Հայաստանի Հանրապետության 728,000 քաղաքացիներից, ովքեր տեր են կանգնել խաղաղությանը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, խմբակցությունը ազգային ժողովում միանձնյա ձևավորելու է կառավարություն եւ որևէ խոչընդոտ չի ստեղծվել մեզ համար Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկելու վերաբերյալ եւ այս իմաստով բոլոր մեկնաբանությունները տեղին չեն։ Մենք գոհ չենք մի բանից, որ հնարավոր է եղել ինչ-որ չափով կիրառել ընտրակաշառքներ բաժանելու մեխանիզմը, ինչի վերաբերյալ իմ գործընկեր Տիկին Ղազարյանը նաեւ համահեղինակել է նախագիծ եւ այդ նախագծի միջոցով մի շարք այլ իրավական process-ների միջոցով մենք այս խնդիրները կլուծենք, խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ շատ նախ սկսեմ նրանից, որ սահմանադրական դատարանը անկախ մարմին է եւ իր որոշումները ինքն է կայացնում եւ կապ չունի թե իշխող կուսակցությունը ինչպիսի դիրքորոշում կունենա ընտրությունների վերաբերյալ, բայց մի բան հստակ ամրագրենք, որ նախորդ 21 թվականի ընտրություններին մենք ունեցել ենք 680,000 ձայն, այս անգամ մեր ձայներն եղել են 726,000, 728,000, 26-28,000, այսինքն մեր ձայներն էլ էապես ավելացել են եւ մենք իրապես շնորհակալ ենք մեր քաղաքացիներին մեզ վստահության քվե տալու համար։ Պարզապես պետք է այստեղ երկու հանգամանք հաշվի առնենք։ Այո, բոլորս էլ գիտենք, որ ընտրակաշառքներ են բաժանվել եւ մենք այդ առումով անմիջապես նախաձեռնել ենք падգամավորներով նաեւ ընտրակաշառքի դեմ պատժամիջոցների ավելացում, նաև ինչպես գիտեք, էլի падգամավորական նախաձեռնությամբ մենք ունենք նոր նախագիծ, որի մասին ամենաշատը խոսվեց, որ պետք է ընտրելու իրավունք տրվի Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնց հիմնական շահը Հայաստանի Հանրապետությունում է, այսինքն ունեն ռեզիդենտության ցենզ վերջին 1 տարում Հայաստանի Հանրապետությունում բնակվելով։ Սա կարծում եմ միակ ճանապարհն է երկքաղաքացի ունեցող մեր հայրենակիցների համար, որ այն մարդիկ, ովքեր հիմնականում ապրում են Հայաստանում, նրանք կարողանան ձևավորել իշխանություն եւ հետեւաբար ունենան փոխադարձ պատասխանատվությունների դաշտ, ունենան վերահսկողություն իրենց ձևավորած իշխանության վերաբերյալ եւ ես կարծում եմ, որ սա ժողովրդավարության արտահայտման ամենակարևոր ձևերից մեկն է եւ մենք այս նախաձեռնությամբ հանդես ենք եկել եւ շուտով նախաձեռնությունը կյանքի կկոչվի։ Շարունակելով սահմանադրական մեծամասնություն չվերցնելու թեման, ինչ է կարծում Տիկին Ղազարյան, պարոն Հովհաննիսյան, սա նշանակում է արդյոք, որ այն օրակարգերը, որոնք ենթադրում էին սահմանադրական մեծամասնություն, առկախվելու են, թե այլ ուղիներ, ճանապարհներ կգտնեք դրանք կյանքի կոչելու համար, օրենսդրական ճանապարհների մասն է խոսքը։ Ոչ մի բան չի առկախվելու, ինչպես վարչապետն էլ ասեց, որոշակի դժվարություններ այո ստեղծվել են այս իմաստով, բայց մենք շարունակելու ենք ուրեմն մեր օրակարգերով առաջ շարժվել եւ միանշանակ մենք կգտնենք լուծումներ, ուրեմն այն փոփոխություններն իրականացնելու առումով, որոնք ենթադրում են նոր սահմանադրության ընդունում։ Մեր օրակարգում է եղել նոր սահմանադրությունը դեռևս 2019 թվականից եւ մենք չենք շեղվելու մեր օրակարգից եւ գտնելու ենք դրա համար իրավական լուծումներ։ Ես վստահեցնում եմ, որ կան դրա համար եւ իրավական եւ նաեւ քաղաքական լուծումներ, որոնք ավելի տեսանելի կլինեն, երբ որ նոր ազգային ժողովը կձևավորվի։ Բայց քանի որ մենք ինչ ուզենք կանենք հիմա, որովհետեւ ընդդիմությունը մի շաբաթա չկա, ազգային մի շաբաթը որն է դեռ ավելի շատ, վերջին նիստերն էին ազգային ժողովի եւ ընդդիմությունը ընդհանրապես ազգային ժողովի շենքել չի եկել, ես ուզում եմ որ սրա մասին մեր քաղաքացիներն իմանան, նրանք անգամ շենք չեն եկել, ես չեմ խոսում նիստերի դահլիճ չգալու մասին, նրանք շենքից ինչ որ շառավղով փախած են ինչ որ մի հեռավորությունից։ Հիմա խորհրդարանական ճեպազրույցներն է, մենք տեսնում ենք, որ
լրատվամիջոցների մի մասն էլ չկա եւ ընդդիմության հետ կորել են նաեւ նրանց սպասարկող լրատվամիջոցները։ Սա մեկ բանի մասին է խոսում, որ ցավոք դե ընդդիմության մասին չեմ խոսում, ցավոք նաեւ լրատվամիջոցների զգալի մասին հետաքրքիր չի Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը, Հայաստանի Հանրապետության օրակարգը, այն կարևոր հարցերը, որոնք հուզում են Հայաստանի Հանրապետությանը։ Բազմաթիվ նախագծեր են քննարկել սոցիալական բնույթի, տնտեսական բնույթի, հարկային ոլորտին վերաբերող, արտաքին քաղաքականությանը վերաբերող ոչ մի բան չկա։ Եվ ահա ես տեսնում եմ, որ հենց նոր Դաշնակցության ներկայացուցիչ Քրիստինա Վարդանյանը եկել է, որ ուրեմն բացակայությունից հետո ողջ շաբաթ ազգային ժողովի ինչ որ ուղերձներով հանդես գա իր քաղաքացիների, մեր քաղաքացիներին, եւ ես կխնդրեմ ձեզ նաեւ այդ հարցադրումները ուղեք Դաշնակցության ներկայացուցիչ Քրիստինա Վարդանյանին, ովքեր նորից մանդատ են ստացել, ինչպես հակակոռուպցիոն կոմիտեն ասում, բազմաթիվ ընտրակաշառքներ բաժանելու միջոցով, չեն գալիս նիստերի եւ հիմա էլ եկել են եւ փորձելու են ինչ որ թոս փչել մեր քաղաքացիների աչքերին։ Ես կխնդրեմ նաև հարցնեք Քրիստինա Վարդանյանին, թե ինչպես են պատկերացնում իրենց հետագա համագործակցությունը պատերազմի եռագլուխ կուսակցության մյուս ներկայացուցիչների հետ, խոսքը Սառուկյան Գագիկի, Կալուգացի օլիգարխի մասին է, ինչպես են պատկերացնում ուրեմն եռագլուխների հետագա գործունեությունը։ Դուք եթե լրացնելու բան ունեք, այսքանը, շնորհակալություն ձեզ ձեր հարցերի համար։ Ժամանակ կա։ Ժամանակ Թույլ տվեք եւս մեկ